Ողջույն, սա մեր ուղին հաղորդաշարն է։ Այսօր մեր հաղորդման ընթացքում խոսելու ենք Վանաձորի խնդիրներից։ Զրուցակիցս է Արեն Անանյանը։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Բարև ձեզ։ Պարոն Անանյան, 2022 թվականից զբաղեցնում եք Վանաձորի համայնքապետարանի համատիրությունները համակարգող բաժինը։ Եվ որպես բաժնի պետ ես կխնդրեմ ներկայացնեք, թե առհասարակ ինչ է արվում այդ բաժինը, ինչով է զբաղված, ինչ գործառույթներ է իրականացնում եւ հետո համեմատականներ կասկածնենք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինչ վերաբերում է աշխատանքային պարտականություններից, Վանաձորի համայնքապետարանի դեմս վերնշված բաժինը հենց ինքնին հուշում է, համատիրությունների համակարգող բաժինն է, տեղեկատվությունները Վանաձորի համայնքապետարանի տեղեկանքների տեսքով, աշխատանքների տեսքով, վերահսկողության առումով։ Բազմաբնակարան շենքերը շատ են մեր քաղաքում, բարձրահարկ շենքերն են շատ, հիմնականում ինչ խնդիրներ հետ է բախվում այսօր վանաձորցին։ Ասեմ, որ բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրները խնդրահարույց են եւ դեռ հետերկրաշարժան տարիներից մինչեւ այսօր ունենք բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքները ամբողջությամբ հիմնանորոգված չէ, բայց Վանաձորի համայնքապետարանի դեմս մեր բաժինը իմ ստանձնած պաշտոնավարման տարեթվից մինչեւ այսօր այդ շրջանը կարող եմ ասել, որ երբ որ ստանձնել եմ ունեցել ենք բյուջեի մասով ասեմ 7 միլիոն դրամ, հիմա ներկայացվել է իհարկե ընթացակարգը կարծում եմ ձեզ պարզ կլինի ամբողջ տարվա համար աջակցություն համատիրություններին ծրագրի շրջանակներում որպես այդպիսին ունեցել ենք 7 միլիոն, հետո ընթացակարգով ոնց որ կարգն է, կարծում եմ տեղյակ եք, որ ավականի է ներկայացնում, ավականիների կողմից պետք է հավանության իհարկե արժանանա, նոր հատկացվի վերնշված ծրագրին 7 միլիոնը հիմա դարձել է 45 միլիոն ու ես շատ կարևոր եմ համարում վերնշված կոնտեքստի մեջ ավելացնեմ, որ յուրաքանչյուր ավականու ներկայացրած ավականու նիստերի ժամանակահատվածում, քանի որ հավուր պատշաճի ներկայացվել է ավականիներին, ինչի համար է այս գումարը, ինչ նպատակով է ավելացվում եւ ինչքան է խնդիրները կարևոր համայնքի համար բոլոր ավականիների կողմից հավանության է արժանացել ու առանց խնդրահարույց ինչ-որ կոնտեքստի հարցազրույցի քվեարկել են բոլոր ավականիները, թե իշխանական, թե ընդդիմական։ Այդ խոսում ենք հասարակությունից, այդ ամենը իհարկե արվում է մեր քաղաքասարակության համար, բայց այսօր նաև որպես պաշտոնյա եմ հարցս նաև ուղղում, շատ պաշտոնյաների մոտ քաղաքացիները դժվարություններ ունեն, որ օրինակ մի հարցը չի լսվում նրանց, կամ հարցը տեղ չի հասնում, կամ բողոքը տեղ չի հասնում, չեն լսում, չեն ընդունում, չեն այսպես ընթացք տալի այդ գործերին, այդ դրա մասին ինչ կասեք։ Նախ ասեմ, որ ինձ համար որպես կանոնան ընդունելի է չլսելու այդ խոսույթ բառը, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյա հանձն առնելով պաշտոնը զուգահեռ պետք է հանձնառնի պարտավորվածությունները, իսկ պարտավորվածությունների մեջ մտնում է հենց յուրաքանչյուր բնակչի եւ դժգոհություն, եւ անհամաձայնություն, եւ թերագնահատելու խոսքը ըմբռնումով լսելը, եւ դրան զուգահեռ առանց լսելու, Ռոբերտ ջան, ես չեմ կարծում, որ կարող ենք ունենալ արդյունավետ ընթացք եւ աշխատանքային եւ տրամաբանական առհասարակ խնդիրները պետքա բարձրացնեն, իսկ պաշտոնյաները պարտավոր են հանգուցալուծում տալ իրենց կատարված աշխատանքով։ Եթե այդ աշխատանքներից ենք խոսում, եթե զուտ համեմատականի անցնենք, մի քիչ թվային ասենք, ստանձնել եք ձեր պաշտոնը, ինչպես արդեն ասեցի, 22 թվականից։ Եվ 22 թվականից արդեն մի քանի տարի անցել է։ Ինչ աշխատանքներ են, ինչ ծավալի աշխատանքների մասին է խոսքը։ Վանաձորի համայնքապետարանի աջակցություն համատիրություններին ծրագրի շրջանակներում, այսինքն համատեղ ներդրմամբ, բնակիչ եւ համայնք ներդրմամբ, կոնկրետ 22 թվականից մինչև առ այսօր մոտավորապես 300 եւ ավել երկաթյա կոդավորված դռներ է փոխվել, քանի որ բոլորիս էլ անձեն աչքով տեսանելի է, որ մեր քաղաքում ունենք անբարև կարգ վիճակում գտնվող շքամուտքեր, Հիմա կարող եմ ասել, որ փոխվում են հերթականությամբ, դեռ
ծրագիրը ակտուալ է, հա, որպես այդպիսին մասնակի տանիքների վերանորոգումներ են կարել նույն ծրագրի շրջանակում, նույն տրամաբանությամբ, այսինքն բնակիչ եւ համայնք ներդրմամբ, համատեղ ներդրմամբ հիմնանորոգումներ են կարել շենքերի, ամբողջական շենքերի, ուժգին գամու հետևանքով վնասված կամ արդեն իսկ ինքը իր ունակությունը որպես այդպիսին կորցրած դիմադրողականության ունակությունը կորցրած տանիքների, որ հենասյուները չեն դիմանում, կատարել ենք վերելակների վերանորոգում, հիմնանորոգում եւ ամենակարևոր առաջնահերթությունը որպես այդպիսին կարող եմ փաստել, որ ինձ համար որպես կանոն խտրականություն չի եղել, հա, Վանաձորը չի սկսվել ինձ համար կենտրոնով եւ ավարտվել կենտրոնով, ես որպես առաջնահերթություն կոնկրետ շեշտը դրել եմ ծայրամասերի վրա, որովհետեւ ծայրամասերից եւ կենտրոնից տարանջատումները տրամաբանորեն առողջ չեմ ընդունել։ Նշում եք, որ համատեղ իրականացվող ծրագիր է, համայնք եւ քաղաքացի, ես ուզում եմ ուշադրությունը, ինչպիսին է քաղաքացու ուշադրությունը, այսինքն ջանացավ է այդ խնդրի շուրջ, այն մոտեցումը, համագործակցությունը, համայնքապետարան, քաղաքացի, թե դե իրենց գործն է պիտի անեն այդ տրամաբանությամբ։ Չեմ ասի նման կարծիք չունեմ, չի ձևավորվել նման կարծիք, քանի որ առհասարակ իմ կարծիքով բնակիչները, հա, քաղաքացիները, դա խոսքը չի վերաբերվում միայն Վանաձորին, իմ տրամաբանությամբ բոլորն են տենց, ես իրանցից մեկն եմ ու կարծում եմ, որ երբ որ բնակիչը հասկանում է, որ իր ներդրած գումարը ծառայում է հավուր պատշաճի եւ կատարվում են աշխատանքներ, մի քիչ ինքը վիրուսային է ու տարածվում է բոլորի մեջ, զգում են, հավատում են, ակնհայտ տեսնում են եւ դա տանում է մի բանի, որ իրենց մոտ է ոգևորություն առաջանում ու առհասարակ հենց այս ծրագրի հեղինակը որպես այդպիսին ամպագորգոր չթվա, բայց հենց ես եմ եղել, նպատակը եղել է, որ վերաբաշխենք գումարները, այսինքն ոգևորենք բնակչին եւ այդ ոգևորության արդյունքում ունենանք ընդհանուր առմամբ մեզ մտահոգող հարցերի հանգուցալուծումը։ Եվ Փարք Տիրոջը այսօր ողջունվում է բոլորի կողմից։ Որպես քրիստոնյա եկեղեցի այցելում եք։ Իհարկե, ինչի մասին է խոսքը, ոնց կարող է քրիստոնյա մարդը, հայ առաքելական եկեղեցու հետևորդը եկեղեցի չայցելի, եկեղեցին մեր էությունն է, մեր միասնությունն է ու եկեղեցու մասին խոսելը կարծում եմ քննարկման ենթակա չի։ Շատ եք խոսում հասարակությունից, որ իհարկե շփվում եք, դա արդեն գործնական է, միասնական է այսօր մեր վանաձորցին։ Մեր տեղայինից խոսենք, չխոսենք հայեր։ Եթե անկեղծ լինեմ, իմ կարծիքով պարակտվել է մեր միասնականությունը, լսելու մեկը մյուսի նկատմամբ ունակությունը, հանդուրժողականությունը մեկը մյուսի նկատմամբ եւ կարող եմ ասել, որ ոչ միասնական չէ։ Միասնական լինելու արդյունքում կարծում եմ կունենանք ել ավելի ուժեղ, ել ավելի հզոր եւ ել ավելի ծաղկուն եւ քաղաք, եւ երկիր, եւ պետություն։ Գրեթե վերջին հարցս մի քիչ կարող է ռետորական հնչել, գոհ եք համայնքապետարանի աշխատանքներից։ Կարծում եմ իմ դիրքում, հա, որպես պաշտոնյա պատասխանելը այո կամ ոչ այդքան էլ ճիշտ չի լինի, բայց այնուամենայնիվ հղում եմ անում իմ այն բառին, որ ես ժողովրդից մեկն եմ եւ դժգոհությունները բնակիչների եւ ժողովրդի արդարացված են։ Եթե անգամ դժգոհություն կա, որ մենք քիչ ենք աշխատում, մենք լավ չենք աշխատում կամ հետևողական չենք, ուրեմն բնակիչների բոլոր դժգոհությունները արդարացված են։ Շնորհակալություն անկեղծ զրույցի համար։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, թե ինչքանով մենք կկառուցենք մեր համայնքը, որպեսզի հետագայում այն դառնա իրոք ապրելու քաղաք, արարելու քաղաք, ցույց կտա ժամանակը։ Զրուցակիցս էր Արեն Անանյանը։ Մնացեք խաղաղությամբ։